հատվածի մասին մի քիչ խոսեցինք։ Իհարկե, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ մեր շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության են կենտրոնում են եղել նաև այն հարցերը, որոնք դուրս են մնացել օրինակ խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում, չեն տեղավորվում ապաշրջափակման վերաբերյալ խոսակցության մեջ եւ այստեղ առաջին հերթին իհարկե մեր ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը, դրանց լուծման անհրաժեշտությունը, ամբողջական կարգավորման համար մենք ինչպես նախկինում այժմ եւս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը եւ իհարկե առաջին հերթին գերիների պատանդարված եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարեւոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար։ Ապաշրջափակման ուղղությամբ ուղղակի ավելացնեմ, որ մենք դեռ սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, քիչ առաջ նշածս առաջարկի վերաբերյալ, կարծում ենք, որ այս առաջարկը, եթե այն իրագործվի, լիովին համապատասխանում է եւ երկու երկրների շահերին, եւ տարածաշրջանային երկրների շահերին եւ ավելի նույնիսկ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին, սա մեր մոտեցումը արտացոլված է տեղյակ եք խաղաղության խաչմերուկ նախագծում, ուրախությամբ պետք է ուղղակի փաստենք, որ նախագիծը ավելի ու ավելի է հայտնի դառնում աշխարհում եւ կան բազմաթիվ երկրներ, որոնք շարունակվում են եւ այդ շարքը շարունակվում է, այս գործընթացը շարունակվում, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում խաղաղության խաչմերուկում, ողջունում են խաղաղության խաչմերուկը իրենց պլաններում կամ տեսլականներում կապում են խաղաղության խաչմերուկը իրենց վերաբերելի եւ իրենց համար կարեւոր տրանսպորտային հանգույցներին, լոգիստիկ ծրագրերին։ Վերջին երկու օրինակ ուղղակի բերեմ, որտեղ մի քանի օրվա պատմություն է, Չինաստանում տեղ ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների կողմից, եղավ համապատասխան արձանագրություն, հաղորդագրություն եւ այդտեղ եւս երկու կողմերը Հայաստանը եւ Չինաստանը կարեւորություն հաղորդեցին խաղաղության խաչմերուկին։ Խաղաղության խաչմերուկը արտացոլված էր նաեւ երկու օր առաջ Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթղթի մեջ ուզում եմ ասել, որ խաղաղության խաչմերուկ ծրագիրը շարունակում է ճանաչողություն եւ ողջույններ ձեռք բերել։ Իհարկե, երբ խոսում ենք տարածաշրջանից, երկրորդ երկիրը, որին կուզենայի ուշադրություն դարձնել եւ խոսել ձեր հետ այդ մասին, Թուրքիան է։ Թուրքիայի հետ մեր կարգավորման գործընթացը եւս շարունակվում է։ Առանցքային են կրկին օրինակ բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առանցքային է սահմանների բացումը, մեր միջև նոր կրկին տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը ուղղակի կենսական նշանակություն ունի եւ կարող է ապահովել ընդհանուր միջև, այսինքն Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ եւ նաեւ միջերկրական ծովի։ Ունենք որոշակի պայմանավորվածություններ, պայմանավորվել ենք օրինակ համատեղ վերականգնել Անիի կամուրջը պատմական, սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում։ Գիտեք, պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, այս սահմանի բացումն անցանալ եւ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր դիրվառնագիտական անձնագիր ունեն։ Տեղյակ եք նաեւ, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցման կետում, որը արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունը իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ուժով։ Սա իհարկե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանահատող այդ սահմանային անցակետերը, բոլոր անցակետերը արդեն մարտի
մեկից ընդ որում բոլոր նկատում եւ գործող անցակետերի եւ չգործող, ինչպեսին օրինակ մարգարանն է, բոլոր անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը, սահմանային ծառայությունը, սա բոլորովին մեղմ ասած անկարևոր փաստ չի։ Իհարկե առիթից ուզում եմ օգտվել եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը մեր գործընկերներին, մինչ այս պահը այդ ծառայությունը իրականացնելու համար ելի մի քանի թվեր ձեր ուշադրության համար Թուրքիայի կոնտեքստում վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի միջև տեղի ունեցել մեկ պաշտոնական հանդիպում Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում ես իմ գործընկերոջ Հական Ֆիդանի հետ ունեցել եմ 2 հեռախոսազրույց եւ 2 հանդիպում Անտալիայի դիվանագիտական ֆորումին եւ 3 գումարած 3 ձևաչափի Ստամբուլում տեղի ունեցած նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի եւ Թուրքիայի տրանսպորտ եւ ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի եւ